Գիտեք, երբ որ մարդը հիվանդանում է ու այս մարդը հիվանդության ժամանակ, հիվանդության ընթացքում իրան համեմատում է առողջների հետ ու այս մարդու վրա տրտունջ է գալիս։ Բայց երբ որ մարդը ինքը ճանաչում է Աստծո կամքը, ինքը հարմարվում է Աստծո կամքի հետ, հաշտ է Աստծո կամքի հետ, այս հիվանդությունը այս մարդու համար զորանալու միջոց է դառնում։ Անկախ նրանից մենք այսօր որ Աստծո տան մեջ ենք, եղբայրներ եւ քույրեր, եւ անկախ նրանից մենք այսօր ինչ կարողություն, ինչ հնարավորություն ունենք, ես կուզեմ որպեսզի համար առաջինը, որ մենք հաշտվենք Տիրոջ կամքի հետ։ Եթե դու հաշտվում ես Տիրոջ կամքի հետ, ուրեմն դու քո վրա ընդունում ես մի կարևոր բան՝ համաձայնություն Տիրոջ հետ ապրելու։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Սուրբ գրքից ուզում եմ մի տեղ կարդամ, եղբայրներ քույրեր, որ գրված է Ղուկաս ավետարան առաջի գլուխ 76 համարում։ Ասեմ, որ սա այն տեղն է, երբ որ հրեշտակը Գաբրիել հրեշտակը կանգնել էր Զաքարիա քահանայի առաջին ու ասել էր, որ դու թեև ծեր ես, քո կինը թեև ծեր է, բայց Աստված ձեզ որդի է տալու։ Եվ քահանան ինքը չէր հավատացել այս խոսքերին։ Ու Գաբրիելը նրան ասել էր, քանի որ դու չհավատացիր այս խոսքերին, համար ես լինելու, մինչև որ զավակը ծնվի։ Ու երբ որ զավակը ծնվեց, Աստվածաշունչն ասում է, որ այդ օրը, որ ուզում էին զավակին անուն դնեին, ասում է Զաքարիայի բերանը բացվեց, լեզուն բացվեց ու ասեց Հովհաննես դրեք։ Ու այս անձնավորության վրա եկավ մարգարեության հոգի, ու այս անձնավորությունը հետևյալ մարգարեությունը արեց։ Գրված է Ղուկաս ավետարան առաջ գլուխ 76 համարում։ Եվ դու ով մանուկ, բարձրյալի մարգարե պիտի կոչվիս, որովհետև Տիրոջ երեսի առաջից պիտի երթաս նրա ճանապարհները պատրաստելու եւ նրա ժողովրդին գիծնելու իրենց փրկությունը իրենց մեղքերի թողությունով։ 76-77 համարներն է Ղուկաս ավետարան առաջի գլուխ։ Զաքարիան ասում էր, որ իր որդի Հովհաննեսին, որ դու ով մանուկ, բարձրյալի մարգարե պիտի կոչվիս։ Պետք է գնաս Տիրոջ երեսի առաջից նրա ճանապարհները պատրաստելու եւ նրա ժողովրդին տասես գիտությունը, որ իրենց փրկությունը իրենց մեղքերի թողությունով է։ Եղբայրներ քույրեր, այսօր ուզում եմ խոսամ մեղքերի թողության մասին։ Ուզում եմ որոշակի մեջբերումներ անեմ Սուրբ գրքից։ Ու ամեն մեկս մեր կյանքին նայենք, մեր կյանքի հետ համեմատական տանենք, զուգահեռներ անցկացնենք, արդյոք ես ձեռք եմ բերել մեղքերի թողություն, կամ արդյոք իմ մեղքերս ներվել են։ Ու ասեմ, որ րոպե առաջ ասեմ, որ հնարավոր է երկու հոգի նույն մեղքը գործեն, մեկը ներվի, մյուսը չներվի։ Հիմա կարող է շատերը մտածեն ու ասեն, դա ո՞նց է հնարավոր, նույն մարդիկ նույն մեղքը գործել են ու հանկարծ մեկը ներվի, մեկը չներվի։ Ընթացքում դեռ կան